Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 18-ի համար։ Օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Չէ, օր ուրբաթ չի, օրը հինգշաբթի է։ Արագացնում եմ, որ շուտ վերջանա շաբաթը։ Եվ գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, առավոտյան շատ շուտ, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, շուտ կարող եք արթնանալ, կամ հենց դա էլի, որ ցույց է տալիս, դա ոնց որ քնած կարող եք մնալ։ Ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, կամ ինչ-որ բանից նաև կարող եք հեռանալ, ինչ-որ բան կգնա ձեզանից, նաև հյուր կարող եք ընդունել, դուք կգնաք հյուր, և որոշ գործեր չեք հասցնում ավարտել, երևի զբաղվում եք հյուրով դրա համար, և որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, ընդհանրապես ամեն ինչն է ձեզանից կախված այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, դե չար մարդիկ են, չար խոսակցություններ, այդպես։ Նաև նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, փաթեթ, SMS ինչ-որ մեկից, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, ավարտեք, և նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն, դա կարող է լինել նաև ուսման կենտրոն, կարող այնտեղից եք ինչ-որ նամակ ստանում։
Կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել որոշ հարցեր, կամ ինչ-որ մտքեր կարող եք ունենալ, ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու նաև այդ օրը։ Տան մեջ հանդիպում կարող եք ունենալ կամ տան հետ կապված է այդ հանդիպումը, կարող գնում եք տուն նայելու կամ նման որևիցե մի բան է։ Կամ առիթ է, գնում եք առիթ եւ այնտեղ ինչ-որ մարդկանց եք հանդիպում։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, կանգ առեք, հետո նոր եւ բացի դա կարող է ինչ-որ միտեղ գնաք, երկար մնաք կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած դեռևս, որին որ սպասում եք որ լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը հույսով լցված եք կամ հույս նետել եք ձեր ընկերոջ վրա, սպասում եք միգուցե, հույսով սպասում եք իրան։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք այդ օրը, միգուցե առիթ է, միգուցե նաև իրար հետ տեղ եք գնում, միգուցե երեխաներին պետք է թողնեք օրինակ ձեր ընկերոջ վրա, մոտ դա համար եկա հույսն է դրել իր վրա։ Եվ որոշ նամակ կարող եք ստանալ SMS, ծրար, փաթեթ, դա ինչ որ կա, պայմանագիր եք կնքում, փաստաթուղթ եք ստանում, հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ոմանք սիրային ժամադրություն ունեն այդ օրը, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ երեկոյան կամ ուշ եք պարկելու քնելու կամ ավելի շուտ, նաեւ դա ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 18-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը սպասողական վիճակում եք լինելու կամ ինչ-որ բանի եք սպասելու կամ ինչ-որ մեկին, նաև օձեր կան այդ օրը, դա բամբասանք է, չար մարդիկ, այդպես վատ վերաբերմունք, ոչ տհաճ պահեր են, միգուցե իրանց հետ է դա կապված։ Կարող աշխատանքի վայրում է նաև, ոմանք աշխատանքի կարող են ընդունվել, միգուցե գնում եք աշխատանք փնտրելու եւ այդպես կոպիտ վերաբերմունք եք ստանում, նաև հարցազրույցի եք կամ պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել կամ խոսել։ Այստեղ նաև գործնական հանդիպում ունեք կամ նաև խոսակցություն։ Եվ երեկոյան կամ ուշ եք պարկելու քնելու կամ շուտ կամ նաև սա ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, նաև ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է կամ մեկ այլ, ինչ-որ տեղ է, որ պետք է գնաք, նաև ինչ-որ բան ձեզ ցավ կարող է տալ, չգիտեմ, դրա հետ է կապված, թե մեկ այլ բան է, այստեղ տհաճ պահեր կան, սուտ կա, միգուցե դա է ձեզ ցավ տալիս։ Այստեղ կամ սուտն է բացահայտվում ինչ-որ ինտիմ հարաբերությունների վերաբերյալ, կամ ինչը որ բացահայտվում է, դա սուտ է նաև, ինչ էլ որ այստեղ ձեզ ցավ է տալիս։ Նաև նորություն ունեք։ Այսքանը, ուրիշ ինչ-որ բաներ չունեք, չեմ ուզում ցավը ստի հետ կապել, կարող է նաև ոմանց մոտ այդպես է, ոմանց մոտ նաև ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Կարող եք ընկերոջը տեսնել, հուզվել, գուցե վաղուց չեք տեսել, կարող ինչ-որ բան է ասում, որ արտասվում եք, և անգամ կարող եք տխրել կամ նաև հիասթափվել։ Մյուս կողմից ձեր գործերը բոլորը կավարտեք այդ օրը, որոշում կկայացնեք, նաև ինչ-որ բան էլ ձեզ կերջանկացնի։
Այսքանը ձեզ համար ինչ-որ բաներ չկար, ինձ թվում է շատ կարևոր բան կարող ասել ձեզ ձեր ընկերը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, հույսով գնում եք, հույսով եք կամ որ ձեզ հրավիրեն առիթի, հա, ինչ-որ հույսով եք կամ հույսնադել եք ինչ-որ բանի վրա։ Հրավեր կառիթի կամ այդ օրվա համար կամ մեկ այլ օրվա համար, գուցե դուք եք առիթի հրավիրում մարդկանց, օձեր կան, չար վերաբերմունք, նախանձ, բամբասանք։ Այստեղ հանկարծակի լուր կստանաք, որից էլ որ կարող եք բավականին տատանվել, ծանրութեթևանել այն ինչ որ ստացել եք, եւ որովհետեւ հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, խոսակցություններ եւ ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ բան ձեր օգտին է ավարտվել, ուրիշ այստեղ ոչինչ չունեք, ամեն դեպս ինձ թվում է բաց չեմ թողել։ Դե ամենայն դեպս ինչ էլ որ լինի, միևնույն է, ոնց որ մարդը հաղթանակած է կամ այս օձերի հետ կապված հարցերում, գուցե նաեւ դա է։ Այսքանը ձեզ համար, ուրիշ բան չկար, որ ասեմ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի աղեղնավորներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք կամ ժամ կաղեք, վերցնել ինչ-որ մեկի մոտ։ Երեխաների հետ կապված ոչ հարցեր են, միգուցե դա ժամ եք վերցրել։ Նաև դա կարող է լինել առիթ, երեխաների կամ հղիություն, ծննդաբերություն, յուրաքանչյուր բան, ինչ որ կապված է այդ օրը երեխաների հետ։ Թեկուզ որ երեխայի հետ գնաք խանութ։ Եվ ինչ-որ հարցում կտատանվեք, ծանրութեթև կանեք, ինչ-որ հարցեր, ինչ-որ մտքեր կունենաք, այստեղ նաև վիճում եք ինչ-որ մեկի հետ, տխրում եք, հիասթափվում եք կամ հիասթափվում եք դրա համար եք վիճում, նաև գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հրավերք ունեք, որովհետեւ առիթին կարող է նաև հրավիրատոմսով են ձեզ կանչում։ Կամ նաև չեմ կոմ շնչեմ, կամ նաև այդ նամակ են գրում, որ չմոռանաք, կամ դուք եք գրում մարդկանց, որ այսօր սպասում ենք ձեզ։ Հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր, ձեզ համար մտերիմ անձնավորության հետ կարող հանդիպել կամ շփվել, նվեր ունեք, դուք կտաք, ձեզ կտան, սեղանի շուրջ եք նստելու, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, շատ գործեր այդ օրը չեք հասցնում անել, ավարտել, ոմանք իրենց սիրելի մարդկանց հետ են սեղանի շուրջ նստելու, ոմանք են նաև ունեն ժամադրություն, որ կարող հետո կամ առաջ հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
ջրհոսները։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նաև ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, բայց գաղտնիք կբացահայտվի այդ օրը, գումար կծախսեք, միգուցե գնում եք նաև ինչ-որ մի բան վճարելու այնտեղ պետական հիմնարկությունում, կարող եք հուզվել, նաև արտասվել, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև SMS կարող եք գրել մինչև հանդիպումը, կարող եք փաստաթուղթ ստանալ, ստորագրել, փաթեթ ստանալ, եթե բան եք պատվիրել, նաև նորություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 18-ին։ Հարգելի ձկներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ամեն ինչ է ձեզանից կախված, և որևիցե տեղեկատվություն կստանաք, նամակ, լուր, միգուցե փաթեթ է, բան կարող եք ստորագրել, հրավիրատոմս, տոմս, ինչ ասես կարող է ինչ-որ թղթի կտոր է, ամեն մեկի մոտ դա մի բան կարող է լինել, նաև տան հետ կապված իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, որովհետև նվեր ունեք, նաև դուք կարող եք գնալ և դուք նվիրել ինչ-որ մեկին, նաև տան հետ կապված ինչ-որ բաներ են կարող տան բացում եք անում և ինչ-որ մեկը մուտք է գործում և նվեր է տալիս ձեզ։ Եվ հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ինչ-որ մի բան ձեզ այդ օրը ցավ կտա, չգիտեմ ինչն է, բայց ամենայն դեպս չեք տխրում այդ ցավից։ Երեխաների հետ կապված հոյցը իրադարձություն է, միգուցե ինչ-որ առիթը երեխաների հետ է կապված, նաև հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մանկական ինչ-որ բաներ են նաև, ձեր երեխաների հետ կարող եք կապված է ինչ-որ բաներ, որ պետք է անեք, և ինչ-որ բաներ ձեզ այդ օրը երջանկացնելու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։